Սանկտ Պետերբուրգում Էրմիտաժի գանձապահը հրաժարվել է տոմս վաճառել մի խումբ աղջիկների, պատճառաբանելով, որ նրանք չափից շատ շքեղ են հագնված և կարող են գումար վաստակելու նպատակով նկարահանում իրականացնել։ Այս մասին գրում է Afisha Daily-ն։ Ամերիկացի գրող Էշլի Սենթ Քլերը, ով պնդում է, որ Իլոն Մասկի 13-րդ երեխայի մայրն է, դիմել է դատարան պահանջելով պաշտոնապես հաստատել հայրությունը և նշանակել ալիմենտի չափը։ Նրա խոսքով Մասկը ստիպել է թաքցնել հղիությունը, իսկ ծնվելուց հետո հրաժարվել է մասնակցել երեխայի դաստիարակությանը։ Այս մասին գրում է Vanity Fair-ը։ TikTok սոցիալական հարթակը ջնջել է Chubby Filter անվան ֆիլտրը, որը արհեստական բանականության օգնությամբ մարդուն նկարում գիրացնում էր։ Այս մասին գրում է New York Post-ը։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դեռ բուժում է ստանում երկկողմանի թոքաբորբից հետո։ Կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսի խոսքով Պապը խոսելու կարողությունը որոշ չափով կորցրել է և փորձում է կրկին սովորել խոսել։ Այս մասին գրում է Babel-ը։ Սանկտ Պետերբուրգի հայտնի Կրեստի բանդը երկրորդ կյանք է ստանում։ Այն վերածվելու է պետական IT կենտրոնի 500 ծրագրավորողի համար։ Այս մասին գրում է Չելնին։ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական Վյաչեսլավ Կլուևը հայտարարել է, որ ժամանակակից ամուսնալուծությունների մեջ հիմնական մեղավորները կանայք են։ Այս մասին գրում է CHP Russian։ Հոլիվուդյան դերասան Չենինգ Թեյթումը հրապարակել է 3 լուսանկար, որտեղ ցույց է տալիս ինչպես է փոխվել իր մարմինը տարբեր դերերի համար։ Այս մասին գրել է Page Six-ը։ Իսլանդիայի անչափահասների հարցերով 58-ամյա նախարարը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ 23 տարեկանում նա երեխա է ունեցել 16-ամյա պատանուց։ Այս մասին գրում է CNN-ը։ 44 տարեկան հասակում մահացել է Կազի անունով բոնոբո կապիկը, որը հայտնի էր իր ինտելեկտով և մարդկային հմտությունների մոտ կարողություններով։ Նրան գտել են անշնչանցած մի քանի օր առաջ։ Այս մասին գրում է MSN-ը։ Քնի մասնագետները զգուշացնում են, փորի վրա քնելը վտանգավոր է առողջության համար։ Այս մասին գրում է The Mirror-ը։ Երգչուհի Լիզոն հրապարակել է նոր լուսանկար, որտեղ երևում է, որ երգչուհին բավականին նիհարել է։ Այս մասին գրում է People-ը։ Ռուսաստանի Օրլովսկի մարզում հղի դպրոցականները կստանան $1300։ Այս մասին գրում է Business-ը։ Իլոն Մասկը Սպիտակ տանը ընթրիքի ժամանակ ձանձրույթ է զգացել և որոշել է գթարների և պատառաքաղների միջոցով արվեստի գործ ստեղծել Թրամփի և նոր ընկերուհու առջև։ Այս մասին գրում է Times Now-ն։ Կանադայում արտահերտ ընտրություններ կանցկացվեն ապրիլի 28-ին։ Այս մասին գրում է BBC-ն։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայից տարված երեխաների վերադարձի հարցը։ Այս մասին գրում է Բարոնսը։ Այս և այլ լուրերի մանրամասները իմանալու համար այցելեք Օրագիր News։